Բարի երեկո, Փակ TV-ի եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Տարածաշրջանում շարունակում է լարված մնալ իրավիճակը։ Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպանը այդ կապակցությամբ հայտարարում է. Իրանի համար կարմիր գիծ է Սյունիքում գեոպոլիտիկ փոփոխություն է։ Հայաստանի նկատմամբ պարկավորոշների նկրտումները մոխիրների տակ թաքնված կրակի նման են։ Մեր սրտի ցանկությունն է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ուժեղ պետություն, Աստված օգնական, որ Իրանը պարտություն չկրի եւ որ Հայաստանի Հանրապետությունը չթուլանա, հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպանը։ Նա նաև անդրադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից առաջարկվող TRIP ճանապարհին։ TRIP-ի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հայաստանի Հանրապետություն հարաբերությունների վերաբերյալ մշտապես քննարկումներ են ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց հետ։ Եվ այս ճանապարհը, որ հնարավոր է Հայաստանի համար նոր հնարավորություններ ստեղծի, չպետք է դառնա գործիք Իրանի դեմ օգտագործելու հարցում։ Իրանից նշում են, աջակցում է խաղաղության խաչմերուկին, եթե այն կարող է ապահովել Հայաստանի Հանրապետության շահերը։ Մեր եւ Հայաստանի Հանրապետության մեջ վստահություն կա եւ այն գոյություն ունի, հայտարարել է Իրանի դեսպանը, նշելով, որ Իրանի պարտությունը վնաս կհասցնի նաև Հայաստանին։ Այս լարվածության ֆոնին Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարում են, կշարունակեն սերտ համագործակցությունը Մերձավոր Արևելքում։ Կողմերը ընդգծել են տարածաշրջանային էսկալացիայի ավելի լայն աշխարհագրության տարածման անընդունելիությունը եւ նշել, որ հարցերը դիվանագիտական ճանապարհով միջազգային իրավունքների նորմերի եւ սկզբունքների հիման վրա պետք է լուծվել։ Նշվել է, որ առկա մարտահրավերների պայմաններում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը դառնում է ավելի կարեւոր։ Պատերազմի կիզակետում Հայ-Ֆայի հայոց ցեղասպանության հրապարակը նշող փողոցային ցուցանակը ենթարկվել է վանդալիզմի եւ փոկվել։ Նշենք նաեւ, որ Երուսաղեմում տուժածների շրջանում հայեր չկան։ Արևմտյան Երուսաղեմում հրթիռ է ընկել։ Հայերեն կոչվում է Սարուխ, բայց դա մոտ չէ հին քաղաքին, իսկ հայկական թղամասը հին քաղաքում է, այսինքն հրթիռը հայկական թղամասից հեռու է ընկել։ Հայտնենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ավիաընկերությունների հետ քննարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցը։ Մերձավոր Արևելքի երկրներում, նաև Իրանում եւ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչությունները եւ հյուպատոսական հիմնարկները շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով։ Նույնը վերաբերում է նաև այն երկրներին, որտեղից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է վերադառնային տարանցիկ չվերթով։ Նշենք, որ այսօր Երևանում վայրեջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը։ Ինքնաթիռը Մասկատից տեղափոխվել է ռազմական գործողությունների պատճառով այնտեղ մնացած քաղաքացիներին։ Ուղևորների պաշտոնական թիվ դեռևս չի հաղորդվում։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Սյունիքի մարզային վարչության եւ Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում Մեղրի քաղաքի գործարանային փողոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Արգրավել է 24.5 կիլոգրամ մարիխուանա, կես կիլոգրամ հերոին եւ 5 կիլոգրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։ Նշենք, որ հասարակական գործիչներն էլ իրենց հերթին ահազանգում էին, որ թմրամիջոցներն արդեն հասել են դպրոցականներին եւ որ Հայաստանում կա 1200 նարկոշոպ։ Երիտասարդների ներգրավում են աշխատանքի անվան տակ, առաջարկելով 3-ից 4 դոլար յուրաքանչյուր փաթեթի դիմաց։ Նրանք ահազանգել էին, թե սա թվային կազմակերպված համակարգված շուկա է եւ որ նպատակային թիրախավորում են երիտասարդներին, նրանց վերածելով եւ սպառողի եւ տարածողի։ Ներքին գործերի նախարարությունից էլ հայտարարում են, դպրոցականների շրջանում համատարած թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ պնդումները անհիմն են։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը։ Հիշեցնենք, Գեղարքունիքի մարզում զինվոր էր մահացել։ Մահացած Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն էր։ Սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պաշտպանության նախարարության փոխնախարար Արման Սարգսյանն ասում է, որ մտահոգված են բանակում տեղի ունեցած սպանությունների դեպքերով։
Փոխնախարար Սարգսյանը զինծառայողների մահվան դեպքով կարծիք է հայտնում։ Բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությամբ կպարզվեն նպաստող պայմանները, ի հայտ կբերվեն պատճառները։ Նախորդ տարին ամփոփել է նվազումով, թեև դա հանգստացնելու առիթ չի տալիս։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ ամփոփել է զինվորական դատախազության աշխատանքները։ Պապիկյանը նշել է, թե ներկայում առանցքային հարց է զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը եւ որ 2026 թվականը հռչակել են քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի։ Զին դատախազը անդրադառնալով հանցագործության դեպքերին ընդգծել է, որ նվազում է արձանագրվել 110 դեպքով։ Արձանագրվել է ծառայության հետ կապված մահվան հետևյալ դեպքերը՝ ժամկետային 6 զինծառայող, ԱԾ սահմանապահ զորքերի 2 ժամկետային զինծառայող եւ 1 աշխարհազորային։ Բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության սարքավորումների առաջին խմբականակը արդեն Հայաստանում է։ Այս ենթակառուցվածքի մատակարարումը բեկումնային պահ է։ Իրական քայլ Հայաստանը համաշխարհային արհեստական բանականության հաբ դարձնելու մեր տեսլական իրագործման ճանապարհին։ Այն վերահաստատում է պետության հետ մեր համագործակցությունը եւ հարթում ուղի համաշխարհային մակարդակի հաշվարկների, հետազոտությունների եւ առևտրային արհեստական բանականության մշակումների համար։ Հենց այստեղ, մեր երկրում։ Elevate AI-ը Հայաստանի հաջորդ սերնդի արհեստական բանականության տվյալների կենտրոնն ու տեխնոլոգիական հաբն է, համալրված առաջադեմ արհեստական բանականության հաշվարկային համակարգերով։ Elevate AI-ը աջակցում է ստարտափներին, ընկերություններին եւ հետազոտական համայնքներին, համաշխարհային մակարդակի ենթակառուցվածքներով եւ ծառայություններով։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկաբաց չթողնելու համար։